ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար ժողովրդի հոգսերով ապրող։ Ուժեղ ժողովրդի հոգսերով ապրող, մեզ նպաստակները պետք չի։ Իրանք կելպիտեն անձամբ ստեղ տեսնա։ Իմ մանկության օրոք ստեղ տեղ չի լել։ Երեխեքը ջուրը հացուտելիս մեկ ընդեղ ես Արևան գյուղից եմ։ Մեկը ստեղ, մեկ ընդեղ։ Հիմա իրանք եկալ են, մարդ չկա, շոնել չհաճում։ Շոնել չի մնացալ այս գյուղերում։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Հուվեր Օզմանի ոչ միայն ինքը։ Բացի իրանից, ով ուզում է լինի։ Համուժեղ, համբարի, համհոգետար։ Հուվեր կարա հայրենիքը պաշտպանի, հուվեր կարա ժողովրդի կամքին օգտակար լինի։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Ես։ Թեկնածուներից ովքեր որ արդեն Սամվել Կարապետյանը։ Ինչու։ Ամեն ինչու։ Ասեմ ինչու։ Որովհետև ինքը միլիարդատեր է։ Իր փողը կարիք չունի, ինքը ուտելու չի։ Ինքը ժողովրդի պահելու է։ Ուժեղ բարի ժողովրդի։ Ուժեղիչներից ապետ։ Ոյա վեր մեզ օգնի, ժողովրդին օգնի, հոգ տանի ժողովրդի համար։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Սամվել Կարապետյանը։ Չեմ հոգատար։ Ժողովրդի հոգսերով ապրող։ Որ նա բարի լինի, նա մտածի ժողովրդի համար, կրթության համար, գյուղատնտեսության համար։ Որ անվտանգությունը ապահովի, ժողովրդի հանդեպ հոգատար լինի, աշխատելու տեղ լինի, մարդիկ զբաղվեն, երիտասարդությունը գյուղից դուրս չգա։ Իհարկե միշտ էլ հզոր հայրենասեր ղեկավար ունենալը շատ մեծ դրական ազդեցություն կունենա պետության պետականության հզորացման եւ զարգացման գործում։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Միամշանակ կարծիք չունեմ, բոլորի մեջ էլ կա որոշակի արժեքային բնութագրիչներ, որոնք բնութագրում են ձեր նշած ուժեղ կամ հզոր վարչապետի թեկնածու լինելը։